4 օրը մեկ երկու ժամով ջուր են տալի։ Խմելու ջուրը։ Ոռոգման ջուր չկա։ Բացարձակ ոռոգման հնարավորություն չկա, որ ստե ոռոգման ջուրը մտնի։ Ոռոգման ջրի տրուբքերը եկան կոտորեցին Նիկոլի բաները, կոտորեցին տարածախզը։ Քանդած ալել։ Սերջի ՊՍՄ-ը եկան կոտորեցին տարածախզին։ Ջրագիծը քանդել են տարել, վերջնելի։ Նասոսն ալել դրած 2-3 հատ, բայց հիմի ոչ մեկն էլ չկա։ Աստծու կամոք, անձրև եկավ, բերք կլնի, անձրև չեկավ, դե չես կարա, հեկտարներով հացահատի, կարտոշկա, ինչ որ կա, միայն մեր խաղողի այգիները կա, ունենք Ծիլիծովա կոչվում ջրամբար, որից ինքնահոս ձևի, պետք է հերթ կայնես, ինքնահոս ձևի ջուր են մատակարարում, խաղողը ջրելու համար, մնացած ոչ մի հացատեսակի, ոչ մի բանի ոչինչ չեն անում, ոչ մի բան։ Հետ եսա խողերը բրախացա։ Լրիվան մշակա։ Մի 40% հազի մշակը են, հազի։ Մարդկա վապշե չի մշակում։ Վապշե չի մշակում։ Նույնիսկ, որ համարենք, որ 50%-ը մշակվում է, 50 էլ չկա։ Բավականին մեծ քանակությամբ բերի հողեր, որ այսօր չի մշակվում։ Անասնապահությունը ուրեմն մոռացիր, եթե այս մեծ գյուղում, եթե 50 կով լինի, դա մեծ բան է, չկա, դա էլ է վերացել։ Երկու տնտեսություն հազիվ, որ անասուն են պահում։ Պահող չկա, որը մահացավ, որը քոչեց, որն էլ զինվորականի պայմաններում է, ասենք չի հասցնում, չկա, չեն բավարարում, չեն հասցնում։ Բայց առաջվապես ոչ մի բան էլ չկա քույրիկյանցի։ Շատ, սարեր են գնացել, սարեր։ Մեր անտարի ներքևը, ֆերմա կա, 18 տարի ինձ համար անասուն եմ պահել, 50 հատ անասուն ալել։ Բայց հիմի մի հատ էտ չեմ կարում պահել։ Խոտը հնձլին պտի փող տամ, պիրիլին փող տամ, կապիլին փող տամ։ Ինչու է տա։ Մորթելուն պետք է փող տաս, որ գան մորթել, հատուկ մարդիկ են գալիս մասնակցական եւ ասեմ, ըստեղ մսամթերքը, ցանկացած մսամթերք 1.5 անգամ ավելի թանկ է, քան թե Երևան քաղաքում։ Մոտ 4-4.5 Տավարի միսնա, այդ գնին գարան միսնա, ընդ որում գարը շատ քչերը ունեն, ստեից ընդեից բերում են, խոզը հեշտ չի պահում, շատ դժվար է պահվում, շուտ է ստացվում, վարակ շուտ ընդունող, յուղի խոզ պահողներից, ովքեր որ պահում են, մոտ 60%-ը գոյություն չունի, մի անգամից, մի գիշերվա մեջ ստացվել է, այս է։ Սրանը մի ամիսա ժորիկին 70 ատելել, մի հատել է մնացել։ Չոլագիր։ Չուգուն, վարակվելը հիվանդություն, սատկելը, նելի։ Ապրիկյան ժանդախտ է կոչում է հիվանդություն, ես ինքս անասնաբուժի տղա եմ։ Իմ հերես տեղի գլխավոր անասնաբուժ է։ Պրոֆիլակտիկ ոչ մի բուժումներ, սրսկումներ չի արվում։ Իսկ այն ժամանակ շնից, բռնցրած, հավից եւ բոլոր կենթանիներ, ընտանիքի կենթանիներ, բոլորը իրաց պրոֆիլակտիկ սրսկումներն անում են։ Հիմա անասնաբուժ չկա, այս 10 տարի անասնաբուժ չկա։ Դեղը առնում են խորհրդատվական կողմից, ընդդեից որ անասնաբուժ կանչեն, պետք է գա, վճարես, տաքսով բերես, դեղերը առնես, դենել այդ դեղերը կարող է օգնի կամ չօգնի։ Իրենք էլ չունեն այդպես սպասարկում։ Դարել է անասնաբուժական տեղամասը շրջանի գոյություն չունի, դարել է փակ բաժնետիրական ընկերություն, մասնավոր, փողը տուր, դեղը տամ, փողը տուր կամ սրսկեմ։ Հիմա նույնիսկ խոսպահողներից, այս անասուն պահողներից մեծ մասը այնքան են հմտացել, իրենք են սրսկումներ են իրենք անում, դեղերն են տալի, դեզինֆեկցիաներ են անում, ամեն ինչ կարողանում են անում։ Մենք գյուղատնտեսական երկիր ենք, նամանավանդ սահմանամերձ գյուղերը։ 12 գյուղ ունենք, որոնցից 3 գյուղ է, որ սահմանամերձ չի։ Բոլորը սահմանի, այսենց Ադրբեջանի սահմանի հատվածով, այսենց կանգնած ենք։ Եթե նախարարություն լիներ, այս ձևից չէր լիներ։ Պատասխանատվություն կար։
հետևականություն կար, հաշվետվություն կար, մարդիկ գալիս էին, հետաքրքրվում էին, փորձակցություններ էին անում, գյուղապետարանում, մասնագետներ, ոչ մի բան չկա, գոյություն չունի։ Եղուն գունես գլուխով քորի։